Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Մայիսի 9-ին եւ 10-ին Մոսկվայից երկու կարևոր հայտարարություններ արվեցին, որոնք Հայաստանի համար եւս մեծ նշանակություն պիտի որ ունենան։ Խոսքը վերաբերվում է Ռուսաստանի նախագահի եւ հաջորդ օրը նրա մամուլի խոսնակի հայտարարություններին։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը պատասխանելով լրատվամիջոցների հարցերին անդրադարձել էր նաև Հայաստանին եւ նշել, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանում ընտրություն կատարեն։ Մնում են Եվրասիական տնտեսական միությունում, թե գնում են դեպի Եվրոպական միություն, որպեսզի Ռուսաստանն էլ որոշի իր անելիքը։ Պուտինն առաջարկել էր հանրաքվե անցկացնել եւ դրա արդյունքներով պարզ կլինի, թե ինչ է ուզում Հայաստանի հասարակությունը եւ եթե ըստ Ռուսաստանի նախագահի հասարակությունը որոշի, որ գնում է դեպի Եվրոպական միություն, ապա Ռուսաստանը պատրաստ է, ինչպես ինքն է նշում, քաղաքակիրթ ապահարզանի։ Բայց այս ամենը ըստ էության պիտի արվի մինչև մայիսի վերջ, քանզի մայիսի 28-29-ին նախատեսվում է ԵԱՏՄ գագաթնաժողով եւ մեծ հավանականությամբ մեծ այս հարցը եւս կներառվի գագաթնաժողովի օրակարգում։ Այնպես որ ինչպես նշում էր Հայաստանի վարչապետը ապրիլի 1-ին Մոսկվայում, կմնանք ԵԱՏՄ-ում այնքան ինչքան հնարավոր կլինի, ժամկետը շատ արագ սպառվում է։ Կարծում եմ բոլորի համար էլ նաև անակնկալ էր նման դեպքերի արագացումը, եւ այդ արագացման վրա մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանում եվրոպական քաղաքական հանրության 8-րդ գագաթնաժողովի անցկացումը, քանզի այդ գագաթնաժողովի ժամանակ հնչեցին հայտարարություններ եւ արվեցին առաջարկներ, որոնք անկասկած հարուցելու էին Մոսկվայի դժգոհությունը եւ ինչ որտեղ նաև անհանգստությունը։ Իսկ Պեսկովի հայտարարությունը ուղիղ կերպով կապված է այս գագաթնաժողովում Զելենսկու արած հայտարարությունների հետ։ Պեսկովը պահանջում է, որպեսզի այն սպառնալիքները, որոնք տվեց Զելենսկին Ռուսաստանին, սրա հետ կապված Հայաստանը պարզաբանում տա։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ մենք նշել էինք, որ այդ հայտարարությունները, որոնք առաջին հերթին կարող են ոգևորություն առաջացնել եւ ծափողջունները, որոնք առաջին հերթին կարող են հպարտության զգացում առաջացնել, շատ վտանգավոր են լինելու։ Եվ սրա համար պետք է պատասխան տա եւ Հայաստանն է պատասխան տալու ցավոք սրտի։ Զելենսկին իր գործը կատարեց, Եվրոպական միությունն իր գործը կատարեց եւ գնացին, ինչպես ասում են, նստված կմնաց եւ հիմա եկել է այդ պատասխան տալու ժամանակը։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունն է դա տալու եւ հայ ժողովուրդը եւ այն զրկանքները եւ դժվարությունները, որոնք կրելու է հայ ժողովուրդը սրա արդյունքում, միայն եւ միայն մենք ենք ըստ էության լինելու դրա հիմնական խնդիր ստեղծողը կամ հիմնական բեռը կրողը։ Այլ պետություններ այս ամենը չեն անելու։ Եվրոպացիներին սա պետք չէր, բայց ինչպես ասում են, Հայաստանը օգտագործեց իբրև հարթակ, իրենց հայտարարություններն արեցին եւ հիմա եկել է մեր պատասխան տալու ժամանակը։ Ինչ կտա Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Կարծում ենք բավականին լուրջ հետևանքներ են լինելու։ Եվրոպական միությունն այս պահին պատրաստ է արդյոք բացել իր շուկան Հայաստանի համար։ Կարծում ենք ոչ։ Հայաստանի արտադրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, բացի այդ, այն պտուղ բանջարեղենը, որոնք առաքվել է միշտ դեպի Ռուսաստան եւ ԵԱՏՄ շուկա, այնտեղի գնորդը ծանոթ է այդ ապրանքներին։ Իսկ եվրոպացի գնորդին դեռ ժամանակ է պետք, օրինակ հայկական ծիրանի հետ ծանոթանալու համար։ Խմիչքների հետ կապված, հատկապես կոնյակի եւ գինու հետ կապված եւս դժվարություններ են լինելու։ Եվրոպական միությունը փակելու է իր շուկան, քանզի Եվրոպան սեփական արտադրանքն ունի եւ շահագրգռված չէ նոր խաղացողի հայտնվելով։ Ադրբեջանն ու Թուրքիան եւս փակելու են իրենց շուկաները, քանզի իրենք եւս նման արտադրանք արտադրում են։ Բացի այդ, եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի սպառողները անկասկած բոյկոտելու են նաեւ Հայաստանի արտադրանքը։ Արդեն այն հայտարարությունները, որոնք արվում են Ադրբեջանում, ցույց են տալիս, որ այնտեղ այն ֆաշիստական տրամադրությունը, որ կա Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ, պահպանվել է, դեռ ավելի է սրվել։ Այսինքն այդ խաղաղության մասին խոսողներն էլ ըստ էության ստիպված են համոզվել, որ իրենց առաջ քաշած խաղաղության օրակարգը եւս չի աշխատում։ Հետևաբար այս պարագայում Եվրոպական միության վրա հույս դնելը կարծում ենք լինելու է բացարձակապես միամտություն։ Այնպես որ սպասենք, տեսնենք, թե իրավիճակն ինչպես է զարգանում եւ ինչ նոր փորձություններ են դեռ մեզ սպասվելու։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Եվրոպական միության հետ է կապված։ Եվրոպական միության հետ կապված Ռուսաստանի նախագահը իր մայիսի 9-ի հարցազրույցի ժամանակ եւս անդրադարձավ, մասնավորապես Գերմանիային անդրադարձավ, նշելով, որ իրենք պատրաստ են բանակցություններ սկսել Գերմանիայի հետ, եթե գերմանական կողմը պատվիրակի նախկին կանցլեր Շրյոդերին, եւ նրա հետ միայն Ռուսաստանը կարող է բանակցություններ վարել։ Գերմանիայից պատասխանը, ինչպես ասում են, չուշացավ։ Գերմանական կողմ բացառում են բացարձակապես Շրյոդերին նման հանձնարարություն տալը, բայց չեն բացառում Շրյոդերի եւ նախագահ Շտայնմայերի
համատեղ գործուղումը Մոսկվա փորձելով կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մեր նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ անդրադարձել ենք նաև Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Կոշտայի այն առաջարկություններին, որ եկել է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակը եւ 27 երկրներին հարցում էր ուղարկվել, թե առաջինը ինչ ամենից կարևոր հարց կա, որ պետք է այդ հանդիպման ժամանակ քննարկվի, եւ երկրորդը երբ պետք է դա արվի։ Ստացվում է, որ եվրոպացիները եկան Հայաստան, իրենց հայտարարություններն արեցին, բայց վերադառնալով Եվրոպա, հիմա ակտիվ քաղաքականություն են վարում եւ ակտիվ փնտրտուքների մեջ են, ինչպես կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Քանզի պարզ դարձավ եւ Պարսից ծոցի ճգնաժամն էլ դա եւս մեկ անգամ վերահաստատեց, որ ռուսական վառելիքաէներգետիկ ռեսուրսներից սեփական որոշմամբ զրկված Եվրոպան այլ տարբերակ չունի իր պահանջներն ապահովելու եւ բավարարելու համար։ Եթե փորձենք համեմատել Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետությանը իր տնտեսական հզորություններով, բարձ է դառնում, որ մեր համար դա լինելու է շատ լրջագույն խնդրեմ եւ Եվրոպան անգամ չի կարողանում այս ամենը կարգավորել եւ հիմա ստիպված է լինելու գնալ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման վառելիքաէներգետիկ ռեսուրսների հարցը փոքր-ինչ լուծելու համար։ Այսպես որ սպասենք տեսնենք, թե այստեղ եւս իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Մերձավոր Արևելքի հետ է կապված։ Իրանական մամուլը նշում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները գոհ չեն Պակիստանի, Իրանի եւ Սաուդյան Արաբիայի աճող համագործակցությամբ կամ մերձեցմամբ։ Այս պետությունում հասկանում են, որ եթե Սաուդյան Արաբիան, Պակիստանը եւ Իրանը ինչ որ հարցերում սկսեն համապատասխանեցնել իրենց քաղաքականությունը եւ նույն քաղաքականությունը վարել, Էմիրատների համար շատ դժվար է լինելու։ Առանց այն էլ OPEC-ից եւ OPEC+-ից դուրս գալու նրա որոշումը կտրուկ լարել է Սաուդյան Արաբիայի հետ ունեցած նրա հարաբերությունները։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը փորձում են օգտագործել Արաբական Միացյալ Էմիրություններին Իրանի դեմ պատերազմը շարունակելու համար, բայց իրենք քաշում են երկրորդ պլան։ Նախորդին էլ տեղեկատվություն տարածվեց, թե Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքային ջրերում զբոսանավ է խոցվել։ Բայց իրանական կողմը շտապեց հայտարարել, որ դա ոչ թե սովորական զբոսանավ էր, այլ զբոսանավ, որը Միացյալ Նահանգները փորձել էր օգտագործել քաղաքացիական անձանց անվան տակ սեփական զորքերը էմիրություններ տեղափոխելու համար։ Իրավիճակը գնալով ավելի է լարվում եւ էմիրությունները ամեն անգամ հասկանում են, որ երևի թե սխալ էր OPEC-ից եւ OPEC+-ից դուրս գալը եւ միանձնյա ստանձնել Իրանի դեմ ապագա պատերազմի պատասխանատվությունը, քանզի ոչ դրա հնարավորությունը, ոչ էլ դրա ֆինանսական ու ռազմական բաղադրիչները Արաբական Միացյալ Էմիրությունը չունի, բայց Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հաճույքով համաձայնվել են Էմիրություններին դարձնել առաջին, ինչպես ասում են, ջութակ եւ իրենք նրա թիկունքի հետևում շարունակում են իրենց քաղաքականությունը Իրանի դեմ ապագա ռազմական պլաններ մշակելու համար։ Այս թեմաներն են, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու համար։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։